Ժողովուրդ, հիմա էլ ուզում եմ խոսամ։ Ես մարդկանց հետ խոսում եմ, ասեն զարմանում եմ։ Ժողովուրդ, Հայաստանի կողմը պահող ոչ մի պետություն չկա։ Ամեն մեկը պաշտպանում է իրանց երկիրը։ Մեր երկիրը մեր ղեկավարությունը չի պաշտպանում, բայց բոլոր երկրները հավատացնում եմ, տենց բան չկա, իր երկիրը պաշտպանում է։ Չկա ընկեր թշնամի Հայաստանին, կա այս հարցով ընկերա, մյուս հարցով ընկեր չի։ Ռուսնա, ֆրանսիացինա ոչ մեկ Հայաստանի հարցով չի երդվում Հայաստանի համար ու չի համարում Հայաստանը Իրանն է, կամ հայերը իր ժողովուրդն են, տենց բան չկա։ Այս հարցով կարող է, նայեք հիմա ռուսերը ոնց են հայերին լավ նայում, որտեվ Ադրբեջանի հետ են խնդիրներ ունեն, ուզում են պոկեն, իսկ աչքի չէին ուզում, տալիս էին, նա բլուջիչկի, голубым կայոմիչկը տալիս էին, իսկ հիմա երբ արդեն խնդիր ունեն, ասում են, սենց չի, նենց է, նույն է Ֆրանսիա խնդիր ինչում է, ռուսը, որ Ուկրաինային հաղթեց, հզորացավ, Ուկրաինան դարավ Ռուսաստան, կարող է դեպի Եվրոպա գնա։ Ամերիկան ասում է, Ռուսաստանը թող հաղթի, Ռուսաստանին իմ կում քաշեմ, Կիտայը մնա մենակ, Եվրոպան, Ֆրանսիան շուտ վանից Ռուսաստանին ուզում է յակում քաշի, որտև Ամերիկան ինչ, Ամերիկան հերո է, որ պատերազմի, Ֆրանսիա պատերազմելու, էլի որ Կիտայի հետ շատ լավ իրան չզգա մենակ մնա։ Ամերիկան, Անգլիան բան են անում, աջակցում են Թուրքիային, որ Եվրոպան լավ չզգա համեմ Ամերիկայի մոտ, չէ որ Թուրքիան ինչ-որ էլի փոքր պետություն չի, հասկանում եք, մի ասեք էլի, այս հայերի կողմ, այս հայերի դեմը տենց բան չկա, այս հարցում հայերի հետ են, մյուս հարցում հայերի դեմ են, այս հարցում կարող է, չեք հիշում Իրանը ոնց էր շնորհավորում Ադրբեջանին, շնորհավորում էր, չէ, իսկ տեսակ հենց սահմանի հարցը եղավ, ինքը սկսեց հային պաշտպանել, հայի տարածքը պաշտպանել, հիմա հայի, որ մինչև հիմա բաց չի այդ միջանցքը և Սյունիքը չեն վեցել ու Հայաստանը բոլորը չեն ակուպացրել, այդ Իրանի շնորհքն է, ոչ թե մեր ղեկավարն, մենք կտային, նրանք որ մտան, ուզում ես կալիդոր ասա, ուզում ես ճանապարհ ասա, ուզում ես ուղի ասա, ուզում ես Թրամփ ասա, ուզում ես Բայդեն ասա, ուզում ես Նեգրանուն ինչ էր, в общем, մի հատ պրեզիդենտ ունեն եկել, ինչ ուզում ես անունը դիրի, որ պրեզիդենտը ուզում ես ասա, կոմունիկացիա ասա, ինչ ուզում ես ասա, թուրքը ոտը դրեց, իրան չես կարող հանես, փակելու է ճանապարհը առաջակալու, Հայաստանը վեցնելու է։ Այդ հարցում հիմա Իրանը մեր կողմն է, այն հարցում, Արցախի հարցում, Ադրբեջանի կողմն իրան ձեռ չէ տա, այնտեղ անցած պատերազմ, բան, իր սահմաններն է, մեկ ոնց հիշում եք, իրանց մոտ էր ինչ-որ բան թռնում, ասում է, я тут при чем, իմ մոտ եք գցում, նույն էր Ուկրաինային, Ամերիկանի չա, Ռուսաստան եկամ հերո է, մտածում է իմ հետ չի պատերազմի, բայց Եվրոպան ասում է կպատերազմի իմ հետ, թող Ուկրաինան թուլացնի իրան։ Չկա, нет, Չերչիլն էր ասել, нет вечных врагов и вечных друзей, есть вечные интересы։ Խնդրում եմ էլի, տենց մի նայեք, սրա հետ է ստորագրեք, ոչ մի բանը ոչ մի նշանակություն չունի, այդ րոպեին выгоднее քեզ պաշտպաներ, կպաշտպանի союзнический, չգիտեմ ինչ ուզում եք, ում հետ ինչ ուզում եք, աննապадение, мирный договор, ինչ ուզում եք ստորագրեք, այդ периодում выгоднее իրան, այդ ձև կանի, выгодный չի անի, թքած ունի клочок бумажки, так сказать։ Զարմանում եմ, որ մարդիկ ասում են, կպաշտպանի, ինչի, լավ, հաջողություն ձեզ։